green հավատում եք։ Թուղթ ու գրին շատ ես ինքս զբաղվում եմ։ Ես ինքս եմ թուղթ ու գրին։ Թուղթ ու գրը։ Եթե նոր տողից սկսեիք, ինչ կփոխեիք։ Քիթս։ Ձեր երազանքների Հայաստանը ինչպիսին է։ Այս ստուդիայի պես է, գիտես, կոկիկ։ Այսօր մեր հյուրն է Պոետ Ավետ Բարսեղյանը։ Ավետ ջան, փոքր ժամանակ բոլորս կարծում, ես անձամբ ունեցել եմ մի շատ իմ կողմից սիրված խաղալիք կալիդասկոպ։ Ունեցել եք, չէ՞։ Սովետական։ Հրաշալի սովետական այդ բինոկլն է, հետաքրքիր խճանեք նկարներից բաղկացած ու երբ որ բացում է, ես փորձում եմ հետո բացել այդ ապակիները հանել մեջից ու զարմանում եմ ինչքան քիչ ապակի կա, բայց ինչքան հարուստ պատկերներ է ստանում այդ կալիդասկոպը։ Դուք ինձ համար այդ կալիդասկոպն եք։ Մերսի։ Հա, որովհետև ինչպես ես, հա, նախապատրաստվում ես հարցազրույցին եւ սկսում ես ստանդարտ կերպով ուսումնասիրել, կարդում ես, նայում ես, լսում ես եւ այլն եւ այլն։ Եվ այստեղ ինձ թվում էր, որ մեկ մարդու մասին պետք է ես ինֆորմացիա հավաքեմ, բայց շատ տարբեր մարդիկ ի հայտ եկան։ Մի կողմից այն առաջին հայացքից մի կողմից սենց ասող, խոսող, հումորով, տեղ-տեղ կոշտ ու կոպիտ սելեբրիտի, տեղ-տեղ տակոյ բարի քերի երիտասարդներին խրախուսող, այդ Լերմոնտովսկի պարուսը, հա, որը իշիտ բուրի, եւ ի վերջո շատ խորը, շատ զգացմունքային եւ շատ յուրահատուկ պոետ։ Այդ վերջինը ինձ համար իհարկե ամենա հոգեհարազատներ։ Հիմա ինձ հետաքրքիր է, այդտեղ սրտանց եմ ասում, դուք ձեզ այդ թվարկածներից ում եք զգում, ինչ եք զգում։ Ես սուտ կասեմ, որ բոլոր տեղերել ես եմ, որովհետև им իսկական не увидеть вам мой грешный настоящий лика. Երևի թե իմ իսկականը հասուչ է ամենաշատը երևի պոեզիայի միջոցով կարելի է հասկանալ ինչ մտածմունքներ ունեմ ես, բայց այդ մտածմունքներից անդինել կա մեկը ով իսկական է ու այդ իսկականին տեսնելը ես էլ չեմ կարողանում ինչը վերջ տեսնել, որովհետև դա անտեսանելի մասնիկ է մարդու մեջ։ Եթե այդ էլ տեսնես, արդեն բացարձակ անհետաքրքիր կլինի կյանքը։ Բայց այն, որ ինքը շատ պարզ մեխանիզմ է, ինչպես հենց սկզբում ասացիք, այդ կալիդասկոպի, որ բացում ես, իսկապես դա հասարակ ապակիներ են, հասարակ գոյության, այդ հասարակ ու պարզ գոյության մեջ է, որ կարողանում ես տարբեր էստրադային, սուր, մեմային պերսոնաժ ստեղծել ու բայց մնալ են ապակիներից զատել մնալ, ենով նայում է այդ ամեն ինչին աչք մնալ, հետևող աչք ու երևի թե ավելի մեծանալով ինա ջան մոտենում եմ գրող, ավելի շատ գրողին, որովհետև գրող պաստասյամ դու զերծ ես մնում, գրողը չի ուզում այդքան վադավառոտի մեջ լինի, այդ ցասումի մեջ լինի, այդ փոթորիկի մեջ լինի շոու բիզնեսյան ու էստրադային, ինքը ավելի ճիշտ հակառակ բևեռն է ընտրում։ Ավելի անկեղծ ու այստեղ կարծինկայի մասին կարծում եմ չի մտածում։ Չի մտածում, հա։ Հա, ինքը իր հետ, իր թղթի գրչի հետ։ Ու անգամ տեսքային են, ինչ-որ պահանջում է են ասպարեզը, որտեղ ես ծառայել եմ ու ծառայում եմ ու երևի թե կծառայեմ դեռ ինչքան որ ների իմ ներուժը,
այն ինչ որ պահանջվում է այնտեղ իրականում ինձ շատ հակնվել, տենց բրոսկի հակնվել կամ այդքան խնամվել ու այդ իրականում ինձ մոտ տարբերակ չի ով բացարձակ։ կմտածեր, այսպես ասած։ Բայց դուք 12 տարեկանից եք, չէ՞, սկսել գրել։ 16 17 տարեկանից է սկսվել գրչի Բայց այս հրաշալի ժողովածուն, որը ես տեսնում եմ թերթիկները, ինձ դա շատ ուրախացնում է։ պետք է անպայման ցույց տալ, նախ շատ գեղեցիկ ձևավորում է, շատ գեղեցիկ։ Երկրորդը այստեղ էլ անպայման ուզում եմ, սա գովազ չի, իմիջայլոց, սա իմ նուրի սարքածն է իմ նուրի, հա սկացվում է, այստեղ։ Եվ Արամավետիսի այդ նուրի նկարն է, one line-ով նկարած, իդեպ նուրն էլ եւ հայելին, ժողովածուն կոչվում է հայելիս։ Նյումեգն է տպել գիրքը եւ Լիլիթին եմ շատ շնորհակալ, պրոդյուսեր ունի գիրքը ունի կազմող Արամավետիս, նուրը դիզայնն է արել, իմ ընկերները շատ են օգնել ու Նյումեգը Արտակ Ալեքսանյանը շատ կողքս են եղել ու անդադար խթանել եմ, որպեսզի գիրքը լինի, որովհետև ես կարծում եմ, որ դեռ պետք չի ապականել թուղթը սեփական։ Իսկ ես հակառակը ձեզ ուզում եի հարցնել, ինչի մոտ 30 տարի անց կուտակելով այսքան նյութ, այսքան միտք, զգացմունք դուք նոր որոշեցիք սա հրապարակել։ Երևի հասունանում ամեն ինչ չեմ կարող ասել։ Ամեն ինչ ժամանակ ունի, հա։ Ահա, ես կուզեի մի բանը լիներ միայն իմը, ես կիսվել պոեզիայով չի ուզի։ Ահա։ Դա երևի խնդիր։ Թողնում ենք ձեզ, այո։ Բայց այստեղ կա շատ մեծ խորություն, այստեղ կա շատ մեծ ցավ, վիզավ, ներվ։ Շատ զգացմունքային էքսպրեսիվ է։ Այդ որտեղից է, այդ ձեր գենետիկան է, թե կյանքի ինչ որ կուտակած փորձ, ցավ, դարդ։ Գենետիկ երևի ամեն ինչ է, այդ ինչ որ ասացիք, Ինա ջան, երևի այդ ամեն ինչը սավակուպնեստ է։ Ամեն ինչի հանրագումարն է բերում ու երևույթներին երբևէ սովորական չնայելու զարմանալու կարողությունը չկորցնելու երևի թե այդ փոքրիկ երեխան չսպանելու ու չմեծացնելու մեծացած փոքրացած իրականում չլինելու շատ բարդ պայմաններում այդ ամեն ինչը շփացած չլինելու նաև ինչքան էլ որ թյուր կարծիք լինի որ դա այդպես է բայց իրականությունը դա շփացած չլինելն է հանգիստ լինել խաղաղ լինել սիրել չտրակել սեփական հաջող խվալու и к левиту приемли равнодушно շատ եմ սիրում այդ բալանսը որ թե ատելությունը թե այն սերը որը երկուսն էլ շատ մեծ էներգիա են դու հանգիստ մնաս այդ առումով հա մեզ կարդակ մի բան հա մեծ հաճիկով դուք թե անգիր եք արել չէ անգիր ցավոք սրտի դեռ չէ ինա ջան տեսնեմ դուք ինչն եք առանձնացնում նախ սկզբից հենց սկիզբը բացեք ինչ մարդուն ինչ է պետք այդ փոքրիկը փոքրիկից որ գրեցի հետո հասկացա որ սրա ռուսերենը կար վաղուց գրած դասականի կողմից человеку надо мало друкать не бракать բայց ես չէի լսել այդ բանը ստեղծությունը հետո ռիլզերով լսել մարդուն այնքան քիչ է պետք մարդուն մարդու սիրտ է պետք իրեն գոնե 3 րոպե լուր լսողական չէ պետք մեջքից հարվածողների մի քիչ խղճով ու կարճ ձեռք, հոգու մեջ մտնողների մի քիչ թեթև կոշկի հետք։ Մարդուն այնքան քիչ է պետք, մարդուն մի քիչ մարդ է պետք։ Այդ պստիկ մարդը Ռուսիմ, շարունակեք խնդրում եմ։ Երբ որ երկար հիմարներին չես ասում հիմար, բազմանում են ու ստեղծում են հիմար մի աշխարհ, ուր արդեն դու ինքդ ցավոք կասկածում ես քեզ։ Երբ որ երկար հանդուրժում ես գոյը տգետի, իբր վեհ ես ինքդ չես փռում նրան գետնին, նպաստում ես խորացմանը շատ լուրջ քաղցկեղի, երբ չես ասում տգետ ջան միացի, եղիր։
Հասկանում եմ, ուժն ամոթ է կիրառել հիվանդ ու տկար չանձիկների դեմ, որ կան կեղտ ու խանդ, բայց արդեն պատանդ դառնալն էլ անասուններին մի տեսակ հոգից նեղում է ու անասելի մեծ խնդրի առջև կանգնած եմ շարունակ լռել, ափսոսալով թուքս կայծակ, թե պատասխանել ու ասել լսիր, հիմար ես, դու տգետ ես, դու համբալ ես ու մաղել պորտաբույծի պես բազմացող մասսանահավոր անդուր չլվացված ու սուտասն, չգիտեմ այսօր ասացի, վաղը կլռեմ, մինչև տեսնեմ հիմարների մահը, նոր մեռնեմ։ Էլի կան։ Շատ կան։ Սերս գիտես, ես էլ ունեմ առավոտ, բայց ոչ այնպիսին ինչպես քեզ մոտ։ Երբ գիշերը բնականon ավարտվում ու դառնում է բարի լույսը տարևոտ, իմը սերս այլ է եւ ուրիշ։ Արյունից բացի նաև ավիշ իմ գիշերներում կա, լուռ հոսող մտածմունք, խրճվանք, կարոտ ու վիշտ։ Առավոտս գիշերվա շարունակություն, առավոտս պահակի մեծ ուրախություն, որ մի գիշեր էլ առանց գողության անցավ, որ առանց դժբախտության օր բացվեց անցավ։ Ու երբ արթնանում ես դու ասում բարի լույս, իմացիր ամբողջ գիշեր ես քամել եմ հույս, աղոթքի կրակ վառել սարքել նախաճաշ, որ բարի գա քեզ համար առավոտանախշային այս նոր օրը, որի մեջ դու միշտ երջանիկ, ես էլ լուսացրած գիշերս դարձրած վառելիք, որ քո սրտի վառարանը առավոտ ստանա, հոգ չէ, որ ամեն գիշերս մեջս խտանա։ Սերս, գիտես, ես էլ ունեմ առավոտ, բայց ոչ այնպիսին ինչպես քեզ մոտ։ Ամենասիրելի Փաստորեն համընկել են։ Համընկել է, որովհետև այս Կարևոր տարբերությունները շատ եմ սիրում, որովհետև իմ առավոտը իմ գիշերը ցերեկը շատ ուրիշ են խառնեն, հա, ու այն անձի հետ, ում հետ ես ապրում եմ, ու անձանց հետ լուսենել, անինել իրանք այլ ռեժիմի, այլ Դուք ժառանգ։ սավա եք հաստատ։ Ահա, ոնց եմ ձեզ հասկանում։ Արինայինք մեր անհաջողություններին, ինչպես աստղերը մեզ վրա, չենք երևում, չեն երևում, չկան, անեական են։ Արինայինք մեր մեղքերին ավազի վրա թողած հետքերի պես։ Կյանքի ալիքը կգա, կմաքրի, նոր էջից կսկսվի։ Կանցնենք, կանցնեն, չկան, անեական են։ Արինայինք մեր օրերին իջնող ձյան փաթիլների պես չկրկնվող, յուրօրինակ, ամեն մեկը անհատական զարդով ու միայն այդ ժամանակ թեկուս հալվենք, բայց երևանք, չանցնենք ու մնանք։ Էական դառնանք, ես քեզ, դու ինձ համար։ Սեր։ Բրավիսիմո։ Ինչ լավ բաներ եք ընտրել, Ինա ջան։ Ну так։ Շատ լավ բաներ եք ընտրել իմ սիրելի, ոչ այդքան հայտնի, որովհետև այս ամեն ինչի մեջ էլ կան խիտովի։ Հա, բնականաբար։ Էս էլ կանցնի հայ սրտին, այո։ Էս էլ կանցնի հայ սրտին նոր մի վերքի խազ գումարած, բայց դու մնալու ես որպես չարյաց մեծ ու չար արարած։ Չարած ոչ մի խոստում տված, չարացած ու մերժած աստված, հային, մարդուն, հող երկինք, ես ուր հասանք, ես ինչ երկինք, քրտինք շոքից չէ ամոթից, օդից արյուն ոնց ես քամում, ոնց ես մի բուռ հողը քամում տալիս հետո հանգիստ ասում այան ասում, հասում պտղին ասում ցոգոլ, սառը ջրին տաք է կամ գոլ, հոլ ես ստի մեջ պտտվող, դառը կորիս, ռաբիս, չուտվող, սևը դարձնում սպիտակ մածուն, ես կրկեսում սենց ծաղրած ու դարը չեր տեսել ինչ արած, ես էլ կանցնի հայի սրտի նոր մի վերքի խազ գումարած։ Մի ուժգին սարսափելի վրթոված տողեր ունեք, կոչվում է գնա։ Գնան։ Ես այստեղ չգտա, ուղղակի այնքան տարվել էի տարբեր այլ տողերով, այդ գնան դուք կարդում եք ինքներդ, այն որ այսպես սիրտը ճմլվում է, դա որ էմոցիաներ ձեզ դրթել գրել։ Ինձ սկզբում մի անձն է դրթել դա գրել, հետո դա դարձան շատ, պլուրիբուս դարձավ այդ ամեն ինչը, այդ ամեն ինչը ավելի դարձավ իմ բնակչության մեծ մասին նվիրված ու ես էլ մեջ է հենց, որովհետև սկսվում է իմ
պարտության խորհրդանիշ։ Ինձնով։ Մենք մեծ փորձություն ենք բոլորս անցնում ու թե այս փորձության վերջում մենք ցասում կլինի տրակոց կհասնենք արդյոք հարության կետին, որովհետև շատ ուզում եմ հավատալ, որ այս ծրագրի վերջում, այս նախագծի, չգիտեմ էլ ոնց ասեմ, այս ցավի ու փորձանքի մեջից լիահույս եմ, որ պիտի հարության տոնը մոտենա, որովհետև այլապես շատ տխուր կլինի ապրելու, անիմաստ կլինի այսքան նժարին դնել այսքան արյուն, այսքան կորուստ ու չվերարտադրվելու, չվերածնվել ավելի լավը ու կեղևը կեղտոտ կորցրած ու փյունիկի պես, բայց ունեմ նաև դրա ամենավատ երազը, չգիտեմ, հասել եք այդ բանաստեղծան, թե չէ, կոչվում է փյունիկների 5 գերեզման, որովհետև իմ համար ամենաստրաշնի բանը այդ Ֆենիքսի գերեզմանն է, որը երբեք չի կարող վերարտադրել ինքը իր կյանքը ու в страшном сне и врагу я не пожелаю, чтоб в его жизни Феникс закончил бы вот так, чтобы у Феникса была могила. Այդ իմ համար ամենավատ բանն է։ Այդ սարսափելի է, եթե մեր ազգը, մեր հասարակությունը, մեր միջանձնային հարաբերությունները, եթե չեն վերածնվելու, չեն դառնալու, սերը չի դառնալու հեգեմոնիկ դերում չի նստելու գահին, ոնց որ երգվում է շատ գեղեցիկ երկրում Անատրոնի Լյուբով Նասկովի երգում, եթե մենք չենք արթնանալու, տեսնենք, որ սերը գահին է նստած, զրյա է, շատ զրյա է, մեծ զտարով զրյա է, ինա ջանամ։ Շատ մեծ։ Դուք ոմանց կոչ եք անում, որ գնան։ Իսկ դուք գնալու եք ընտրությունների։ Հունիսի 7-ին։ Ինձ թվում է մինչև այդ երբ որ ցուցակները հասկանալի լինեն հաստատ, հա։ Հաստատ։ Այսպես թե այնպես գնալու։ Շնորհակալություն։ Այո։ Ես պիտի գնամ ընտրության, որովհետև ես մնացել եմ Հայաստանում, ես ապրում եմ Հայաստանում, ես ապրելու եմ Հայաստանում, ու դա այդ ամեն ինչը ինձ ես պիտի ստորագրեմ ինչ որ բանի տակ անպայման ես տենց այդ թքածային բանն էլ չեմ հասկանում։ Մեկա լինելու այն ինչ որ չէ։ Շատ եմ լսում։ Մեր մեծ տոկոսը Դա լավ չի, դա լավ չի, որովհետև դա պատասխանատվություն պետք է մարդ կրի։ Կրի անպայման։ Անկամ եթե չստացվի քո ուզածը, իսկ ամենայն հավանականությամբ չի ստացվի, կարծում եմ, բայց պիտի մարդ այդ պատասխանատվությունը կրի։ Հիշատակեցիք ձեր ընտանիքի անդամներին։ Լուսեին ու Անին։ Լուսեին եւ Անին։ Չեք սիրում իրենց մասին խոսել, ինչքան որ ես հասկացա նյութերից։ Առանձնապես իրենք չեն եղել նստած ինձ հետ։ Ահա։ Չէ, սիրում եմ, գրել եմ սիրում Անիի մասին էլ, Լուսեի մասին էլ, բայց չեմ սիրում բերել ընտանիքի անդամներին այն դաշտ, որտեղ ես եմ ու դրանով Լուսեին խանգարել կամ Անին, ով լիովին այլ գործի տեր մարդ է կամ ինչպիսի գործ, եթե գաղտնիք չի։ Չէ, գաղտնիք չի, Անին շատ լավ ու շատ պրոֆեսիոնալ բրոկեր է, վաճառքի եւ վարձակալման, անշարժ գույքի վարձակալման ու վաճառքի ստեղծագործող եւ պրակտիկ, դա շատ լավ ալյանս է իմ կարծիքով։ Այդ ալյանսը դեռ փառքաստը դեռ ճակ չի տվել, որ խորտակվի, չնայած հա Չենք տա։ Ճաքեր, միկրոճաքեր, ինքը ժիվոյ ընտանիք է լինում են։ Ուրիշ կերպ հնարավոր չի։ Ավեջան, իսկ Լուսեին ինչ գրքեր եք կարդում։ Նախ այսպես ինքը 10 տարեկան է։ Ինքը 10 տարեկան է, ես որ ասեմ ինքը տենց կարդացող երեխա է, չէ, ինքը հետաքրքրվում է ավելի Եգիպտոսով, ինչ որ հետաքրքիր, հա, ինքը հետաքրքիր խորը բաներ է սիրում, շատ խորը երեխա է, բայց որ ասեմ ինքը տենց կարդացող ինչ որ շատ մի հետաքրքիր, շատ խորը երեխա է, ուրիշ տեղ է իր հետաքրքրությունը, ինձ դա դուր է գալիս, մարդկային, իրա մեջ աշխարհը, ինքը որ նյարդայնանում է, ունի բլակնոտ, որտեղ գրում է,
անիծում է Հայրիկի վիրավորումա պես լիցքա թափում է։ տվյալ մարդուն վիրավորումա հանգստանա ինքը շատ լավ գիտի ու ասում է չի նեղվում դրանից որ Ձեր հասցեին շատ ունի գրվածքներ։ ծնողների հասցեին է ունի դպրոցի հասցեին Բնականաբար։ Էտա որ ասեմ ինքը շատ Բայց կար հեքիաթ մի այնց շատ փոքրիկ տարիքում ինչ որ հեքիաթներ ա լինում որ մենք հիմնական խոսքի միջոցով ենք այսինքն հեքիաթը on-line ծնվող հեքիաթ է որ ասեմ Հանս Քրիստիան Անդերսենն ա եղել մեր ուղեկիցը կամ Թումանյանի կռնատ աղջիկներն ու մարդիկ չէ այդ on-line ծնվելա չգիտեմ իր սիրելի Ադյալիկ ունի որը մինչև օրս իր հետ է ծնված օրվանից այդ Ադյալիկի մասին կարա լինի հեքիաթը ինքը հերոսը կարող է լինի ես չար հերոսը լինեմ հեքիաթները ծնվում են on-line իմ ու երեխուս մեջ խաղի հետաքրքիր մոտեցում է հա ինքը գրքային երեխա չի ցավոք սրտի ու մի տենց լավ սովորողել երեխա չի բայց ես գիտեմ այն հետաքրքրությունը որը ինքը ունի ու այն խորությունը որը ինքը ունի ինձ դա բավարարում է որպեսզի սկզբից շատ էի ճնշում երեխուն այդ առումով բայց հիմա հանգիստ եմ թողել ինա ջան որովհետև հասկանում եմ որ դպրոց գերազանցիկի ճղվածություն ունենալ այդ մնացել ամենակի իմ ձեր ցավոք սրտի սովետական ու պոստսովետական սերնդում հիմա ավելի դարը եկել է ինդիվիդուալության դարը եկել է այլտեղ չնայած որ մեկը պայքարում եմ մեկը ես էլ անինել փորձում ենք այդ դպրոցի պատասխանատվությունը դասերը լավ անի բայց զգում եմ որ արդեն դու չես կարող պրոյեկտես այս երեխեքի կյանքը այս երեխեքի ատմոսֆերան ու միջակայքը լրիվ ուրիշ տեղ է ու երևի թե պետք չի քո կյանքը բերել իրանց վրա չգիտեմ շատ դժվար է շատ արագ փոխվեց շատ արագ փոխվեց եւ շատ անկանխատեսելի կերպով փոխվեց շատ բազան լավ լինի մնացածը իհարկե միանշանակ on-line հեքիաթներ շատ ենք ամենայն դեպս իրար իսկ դուք ինչ եք կարդում ինչ եք կարդում մանուկ տարիքում իսկ հիմա ինչ եք կարդում հիմա ես կարդում եմ Սախարովի մասին Վադարոդնի բոմբայի KGB-ի գաղտնազերծված մեծ հաստափոր գիրք է վերջերս եմ գնել այդ եմ սկսել կարդալ շատ հետաքրքիր ռուսերեն եմ ամբողջ կյանքում կարդացել բացի Գլազամոնի կարդացել եք չէ Գլազամոնի չեմ կարդացել հրաշալի գիրք հաստատ կհավանեք դա մի աղջնակի մասին է որը կուրացման ճանապարհի վրա է եւ պապիկը հասկանալով որ իր թորնիկը գեղարվեստական Տոմաշ Լեսեր ֆրանսիացի գրող է պապիկը հասկանում է որ եթե կուրացավ նա գեղեցիկը չի տեսնի եւ սկսում է պետք է տանի բժշկի ամեն շաբաթ, բայց դրա փոխարեն ծնողներին չեն ասում, թորը պապիկ, նա տանում է Լուվր։ Եվ ամեն գնալուց մի ստեղծագործություն են դիտում, մի կես ժամ ասում են, դու պետք է լուր նստես, նայես եւ Ենթագիտակցությունը որ նստվածքներ ստանաս, այո, շատ հետաքրքիր եւ ուսուցողական դրա հետ միասին շատ գիրք էի միջալուց, հաստատ կհավանեք։ Ավեջան, դուք հավատքի մարդ եք։ Նաև, հա։ Դրան եկել եք դուք ընտանիքի դրվածքից էր դա դաստիարակությունից, թե ինչ որ ցավերի միջոցով եք հասել։ Եվ կամ չի, Ինա ջան, ընտանիքում աստուգոյությունը տատիկիս, հատկապես Ամալիա տատիկիս, մամայի ու մամայիս կողմի մեջ հավատքը շատ լուրջ դերակատարում է ունեցել ու երկոմանի է պապայիս։ Ձեզ երբ ենք ընկել։ 12 տարեկանում պապայիս հետ կնքվել եմ Էջմիածնում, շատ պատահական առանց մեծ ինչ-որ բաների, շատ արագ պապայի ընկերը ասաց ես մարդն եմ ուզում լինի քավորս, վերնիսաժից առանք խաչ, անգամ կաթոլիկ խաչ էր կորցրել եմ ցավոք սրտի։ Ցավերը հատկապես, պապայի կորուստը հատկապես բերեց հավատքի, նախ մերժումն է ամենակարևորը, պետք է ջղայնանաս Աստծո եւ տիեզերքի ու արարչագործության վրա, որ հասնես կենտրոնում։ Եղբոր կորուստն էլ քերուս տղայի, Ահարոնի կորուստն էլ, հետո Վարդուհի Վարդանյանի կորուստն էլ ու ցավոք սրտի շարքը չի դադարում Հայկոնել, Արանել Մարտիրոսյան շատ
վնասեցին իմ պսիխիկան։ Արթուր Գրիգորիչի կորուստն եմ շատ ծանր, Ռիտա Սարգսյանի տանս անդամի կորուստները, հա, ամեն անգամ ցավացնելուց դու հասկանում ես ինչքան փոքր ես տիեզերքի ու կորստի ու կյանքի բնականon հունի ու այդ ամեն ինչը քեզ գցում է ուրիշ դաշտ, ալտերնատիվ իրականության, կյանքի չվերջանալիության, դրանից է գնացել իմ ես մեծ բաց ունեմ դասական գրականության մեջ, բայց էզոտերիկ գրականությունը, հոգեթերապևտիկ գրականությունը ինձ շատ է օգնել, թե իմ ասպարեզում, թե որպես բանաստեղծ միջանձնային հարաբերությունները, էգզիստենցիալիզմը ինձ շատ է օգնել, չգիտեմ, Ֆրեյդից, Յունգից, Ադլերից սկսած ամեն մեկի ուսումնասիրությունը այդ րոպե դարձնել աշխարհի վերջը տենց նայել դետերմինիզմով նայել աշխարհը հետո փոխել դա ավելի խորը Յունգի առաջարկած մի փոքր ավելի պսիխիկային տալով հետաքրքիր մոտեցումներ Սա հոգեբաններին նշեցիք ավելի շատ ավելի հոգեբանություն ինձ պսիխեան շատ է հետաքրքիր իսկ այդ զուտ էզոտերիկայի մասով օրինակ թուղթուգիրին հավատում եք ում թուղթուգիր թուղթուգրին շատ ես ինքս զբաղվում եմ ես ինքս եմ թուղթուգիր թուղթուգիրը անպայման ես շատ եմ հավատում թուղթուգիրը որովհետև իմ գործունեությունը հիմնականում թե երգերը թե բանաստեղծությունները կոնկրետ թուղթ են եւ գիր ձերը սպիտակ թուղթուգիրն է սևի մասին եմ ասում չգիտեմ ես կարծում եմ որ քրիստոնյա մարդը Աստծով փաթաթված ու Քրիստոսով փաթաթված մարդը բացարձակ այդ վախը այն որ կա ու նիսկի վիբրացիաների վրա էժանագին տատանումների վրա դա կարող է ազդել ինաջան կա չես կարող հերքել որ կա բայց դա ավելի շատ խոսում է ոչ թե անողի մասին այլ դիմացի մարդու վրա ում վրա ազդում է դա այսինքն ինքը ինչքան տափակ է որ իր վրա չգիտեմ ինչ որ բաներ է թղթուգրեր են ազդում չգիտեմ մագիլնա իգլի или не знаю какие-то վուդ կուկլի վուդու այսինքն ինչքան ինքը անպաշտպան տափակ ա եղել որ չի զարգացրել իր բայց երևի ես էլ եմ տափակներից ամուսինս ուրեմն երկու ամիս առաջ գտավ բանում էր Ֆիլիպիններից տղաս ասել էր ինձ կուկլը վուդու կբերես այդտեղից բերել է հրճված տղաս տարել է օֆիս դրել ասա ես ինֆորտահար եմ լինում ճիշտ ասած հա փորձում եմ ինչ որ իրան համոզել որ կլինի դու այդ ցապես եւ այլն բայց այ նա տես տափակ չի ոնց որ ես մոտենում նա շատ հանգիստ շատ պարկեշտ քրիստոնյա եք որի համար անգամ պատկերը դրա անընդունելի է ինչ որ մեջս հա ձեր ասած վիբրացիաներ է ստեղծում Չեմ կարծում, դուք պարզապես լավ սովետական քրիստոնյա եք ինաջամ, որը неприемлет физиологическое существо какое-то извне, да. Իսկ այսօրվա երեխեքը, այսօրվա սերունդը շատ ավելի հավես են նայում, իրանք տենց не придавая значению, всё-таки այդ կարևոր բան не придавая этому значения, они не становятся носителем этой вибрации. Իրանց համար այդ всего лишь տիկնի, լաբուբուի պես բան է։ Այո, ուզում է Ինդոնեզիայից, դուք էլ որ տեսնեք, տենց կուկլա մաշայի պես տեսնեք, որտեղ սովետական տեխնիկները շատ ավելի վատ վուդուն են, եթե դուք հիշեք իրանց տեսքը։ Ես միջև մա ունեմ այդ տեխնիկները։ Կարծում եմ ձեր տեխնիկը շատ ավելի վախենալու վուդու է, քան Բայց չէ, իմ բախտը բերել էր իմ տեխնիկները գերմանական էին, ինչ որ բերում էին Մոսկվայից, բարեկամները։ Նրանք գեղեցիկ էին, ավելի պարկեշտ։ Կար մի սովետական, այս բոյի շատ սարսափելի, շատ վախենալու։ Ավետյան, իսկ կարող եք սովորեցնել այ կորստից խոսեցիք։ Ես օրինակ երբ կորուստ ապրեցի մի քանի ես կոտրվեցի, ես սկսեցի հերքել Աստծուն չնայած որ Պարտադիր պայմանը, հա հանգիստ տարեք։ Ես բացառություն չեմ։
բացարձակ չէ։ Հետո տերևի պես կդողակ այդ մեծության ու հետո կընդունեք ու կհերքվի մահը, ոնց որ հերքվել է քրիստոնեության մեջ ինքը ծաղկում։ Այսինքն հիմա անպատվեք էլ Աստծուն դա նորմալ է։ Կորստի ցավը ինքը մարդկային փոքրությունը կարա անպատվի հերքի, ճզմի, հայոյի, դա շատ ավելի լավ ճանապարհ է, քան մարդկային երևի շատ սովորական մարդու, նորմալ է, շարքային մարդու երևի դրա համար ճանապարհ է։ Աստծուց նեղանալը ավելի քան իր գոյությունը ինա ջան հաստատում է։ Հանգիստ վիրավորեք, հանգիստ հայոյեք, հանգիստ հերքեք, հանգիստ համարեք, դա շատ սխալ ու չափաբաժնով մեղավոր համարեք, ասեմ, ինչքան էմոցիա տակ, այդքան կենթանի ձևով ինքը գալու է վերջում հաստատվի իր դերում ձեր կյանքում։ Եվ մաքրման ինչ որ ի վերջո կբերի, հուսով եմ։ Այդ շատ լավ պրոցես է։ Շնորհակալություն, Շատ լավ պրոցես է, ասում եմ ամենավերջին բառերով կարող եք հայոյել։ Բայց դա միևնույնն է հաստատելու է իր գերագույն դերը ու իր սուրբ դերը ձեր կյանքում։ Բայց դա ճանապարհը մարդուն որ ցավացում են ինքը չի կարող այդ րոպե հասկանա որ անտարբեր մնալ չի լինում մարդը ինչքան էլ զարգացած լինի ինա ջանից դա ակնհայտ է որ դուք շատ զարգացած ու շատ խորը մարդ եք ու որ ցավացում են ինքը այդ րոպե չէ не исповедимый путь Господний կամ все решает Господь չկա մա այդ րոպե չես հասկանում դու ուզում ես ցաված 10 դեմքին հայոյես կամ ու դու ես բանանես այդ շատ նորմալ է շատ մարդկային է որ քեզ մի բանը ցավացրեց դու ուզում ես քացով 10 հերքես անիծես ու ասես դու չկաս դա մարդկային է շատ նորմալ process իսկ ձեզ ինչ ցավացրեց որ դուք որոշեցիք երիտասարդներին խրախուսել այդ ռադիո ձեր ծրագիրը ցավացրեց կարևոր է այդ առումով թե կարող է հակառակ ինչ որ ուրախությունը մեկը ապրեց հաջողություն եւ դուք որոշեցիք որ շատերը պիտի ապրեն ես հասկացա մի պահ որ գյորմամշությամբ պետք չի զբաղվել որ այդ 30 րոպեն ինա ջան ռադիոյում կարելի է նվիրել են երեխեքին ովքեր չունեն այդ 30 րոպեն ու գրող երեխեքը մեր էլի դա էգոիզմ էր, որտեղ ես գրողներին նվիրեցի, ես չնվիրեցի կավագործ երեխեքին կամ ուրիշ, այդ էլի էգոիզմ էր, որտեղ ես գրող էի, բայց ես ինձնից դուրս եկա, այդ երևի թե լավ բան ասացիք, այդ երևի իմ կյանքի ամենա այդ լայն քայլն է եղել, տելևիզիոնն, մնացածը սա իմ մասին է եղել այսպես թե այնպես, իսկ տաղանդների տաղավարը այդ երևի թե միակ ու այն լավ լայն դեպքերից է որ ես կարող եմ ասել ես ինձնից դուրս եմ եկել ու իմ կես ժամը որ ես կարող էի շոու անել ես իմ ինչ անել ես տվել եմ այդ երեխեքին լուր մնալով այդ քանի տարեկան է այդ նախագիծը այդ նախագիծը արդեն չկա ամեն ուրբաթ էր ամեն ուրբաթ էր մի քանի տարի գնաց 2-3 տարի բայց ունեք տեսել եք արդեն արդյունքները այդ երեխեքի արդյունքները իրանք արդյունքով էին գալիս արդեն բայց կեսից այդ երեխեքի գրքերը տպած տեսել եմ իրանք գրքերով են եկել իրանք ոգևորված լիքը երեխու համար հանրային ռադիոյում լինելը ընդհանրապես եթերում լինելը լսված լինելը այդ մեծ բաներ իրանք ընտանիքի համար էր մեծ բան ես մեծ կարծում եմ շատ մեծ գործ եմ կատարել հանրային ռադիոյում տաղանդների տաղավարը երևի թե ամենամեծ ու ամենաբարի գործերից մեկն է եղել այդ երեխեքին այդ տաղավարը տալը։ Այո։ Հարյուրավոր հիթեր ունեք, հարյուրավոր, եթե ոչ ավել։ Բայց երկուսը կան, որ դուք շատ առանձնացնում եք։ Իմ սերը քեզ, Անդրեի կատարմամբ եւ Սուջբազիմա, հա, թե Սուջբազիմա Լեպսի կատարմամբ եւ շատ հետաքրքիր եք բնութագրել այս գործերը ասել եք, որ մահվան մասին երգը դարձավ սիրահարների օրհներ, գիմն, իսկ միայնակության երգը միավորեց շատերին։ Այդ շատ յուրահատուկ է։ Ինչու՞։ Մի հատ
նախաբանը ինձ հետաքրքիր է։ Իմ եղբորս մահվան հետ կապված է երազումը ստեսի իմ սերը քեզը շատ եմ խոսել այդ թեմայով, երևի թե արդեն հոգնածրել եմ իմ սերը քեզի պատմությամբ Ինա ջան, որովհետև երազում եմ տեսել, հա, այդ երգը իմ մահացած եղբոր քերուստղայի երգն է իմ սերը քեզը ու ցավն է, որ կիսատ է մնացել սերը։ Այդ երգը հետաքրքիր կերպով դարձավ սիրահարների երգ ու թե Անդրեի կյանքում, թե իմ որպես հեղինակ, որովհետև համ խոսքերի, համ երաժշտության հեղինակն է ես, իմ կյանքում շատ մեծ դեր է կատարել, բայց հետագայում ես հասկացել եմ, ոնց եթե մահը կյանք է տալիս սիրահարներին, այդ շատ հենց մեր ծաղկած խաչի ֆիլոսոֆիան է, այսինքն որ մահը կարա ծաղկեցնի ինչ-որ մեկի կյանքը ու երևի թե այդ ֆիլոսոֆիան իմ սերը քեզ թևեր թող տա ու իմ սերը թող աղոտ կդառնա, այդ տենց սեր, այդպիսի սեր եմ ուզում, ոնց որ կասել Նանա, այսինքն այդ լավ սիրո տարբերակ է։ Ես լսում էի երեք այդ երգը կրկին եւ գիտեք մի պահ ինձ թվաց, որ ոչ թե դուք եք այդ խոսքերը ասում ձեր եղբորը, այ դուք երազում եք, որ նա այդ խոսքերը ձեզ ասի, ինքը երազում ես, չէ, երազում ինքը եկել էր ու ասում էր իմ նշանածին կարաս երկնվիրես, ինքն էր ասում իրան նշանածին, որի հետ մի շաբաթ են նշանված Ահարոնը ու Սոնան, մի շաբաթ նշանված եղան ու դեպքը տեղի ունեցավ, մահացավ ինքը ու թաղմանորը ոնց որ տեսա երգը ամբողջությամբ տեսել եմ տենց եմ տեսել։ Դա Լեպսի հետ շփումը ինչ։ Ինքը տենց որ ասեմ շփումը եղել չէ, ինքը երգել է, բայց երբ իմացել է ով է որ դուք եք հեղինակը, հա, այդ բավականին երիտասարդ եք, չէ՞, ժամանակ։ Ես ու Սիրուշոն, հա, հիմա էլ վատ ջահել չէ։ Самым расцвете сил։ Սուջբազիման ինձ համար էլի կարևոր երգ էր, որտեվ հայ հեղինակը հասավ ռուս աստղի այդ ժամանակ вообще Դարագովը ստոյլը, հա, այսպես ասած։ Բայց շարունակություն ցավոք սրտի չունեցավ ու Լեպսը անգամ համալիրում էլ չի երգեց, երբ որ գալիս է այս երկիր, կարա երգի, բայց չի երգում, ինքը գիտի, կարևորը կա այդ երգը եղել է։ Ի վերջո, հա, քիչ է կատարվում այդ հրաշալի երգը։ Կարևորը ֆիքսված կա ու էլի ինքը մենության երգն է, որը շատերին ինչ որ մի բան ասում է։ Բացի ձեր երգերից ինչ եք լսում։ Ես սուտ կասեմ, որ շատ եմ լսում երաժշտություն, հիմնականում գիրքն է իմը ու կինեմատոգրաֆն է իմը, որ մելոման չեմ բացարձակ դասականներից ընկում Բախից ու Մոցարտից, Բիթխովենից այդ շարքը, հիմնական շարքը, դասականները հետ է իմ ընկերակցությունը։ Կինոներից ասեցիք։ Կինոներից շատ։ Դիտել եք Բար один звонок։ Բար один звонок-ը չեմ դիտել դեռ, եթե Netflix-ով անպայման։ Բար один звонок։ Բար один звонок, ռուսական ֆիլմ է, Դանիել Կազլովսկի գլխավոր դերում։ Բար один звонок։ Նայեմ։ Ռուսականները շատ չեմ նայում, հա։ Ռուսականից տրիգերն եմ սկսել, երկրորդը, որտեղ առաջինով անգամ դասավանդում էի իմ երեխեքին հեռուստաակադեմիայի։ Բայց երկրորդ սեզոնից հետո տրիգերի մասին եկադ, ասեցիք տրիգերը փայլուն առաջի երկրորդ սեզոնները։ Առաջի երկրորդ, երրորդը չեմ էլ կարծում պետք է չի նայել։ Հիասթափվել, հա, պալնամետրաժ կանել չնայեք էլի։ Ունի պալնամետրաժներ։ Մի հատ էլ ունի պալնամետրաժնի, դա չդիտեք, ժամանակ մի կորցրեք։ Դրա փոխարեն դիտեք Բար один звонок-ը, մեծ հաճույքով Ինա ջան։ Այստեղ պիրիպլիցենիա, այսպես ասած, այդ մեր հավատքի, էզոտերիկայի շատ հետաքրքիր հոգեբանական Ծիրիտորյան է շատ հետաքրքիր։ Այո, ինձ շատ ռազմերիններ իհարկե շատ երկար տանող, բայց sense հոգիդ հետաքրքիր ձևով Ծիրիտորյան պահում էր, հա։ Հետել եմ նա։ Այո։ Ավետյան փոքրուց եք երազել։ Փարքի տեր լինել։ Փարքի, հա, պստիկ ժամանակ չէ, գիտես փարք չէ, Ինա ջան։ Ավելի շատ ազդեցություն։ Ահա։ Խոսքով ազդեցություն։ Չեմ ուզել փարք, ոնց որ փարքը։ Եթե այդ փարքա, հա, փարք։ Բայց հիմա կա այդ փարքը, ուզեք չուզեք,
չեք կարող փախչել եւ այդ парքի հետ միասին գալիս է այն ամենը ինչ որ դա ենթադրում է եւ դրական եւ բացասական բայց հետաքրքիր է դուք կայֆ եք ստանում այդ парքից թե բեռ եք կրում արդեն Ոչ են, Ինա ջան, դրա համար եմ։ Ես թոթափված այս տարիքում գոնե ու այդ ճանապարհին եմ ել ավելի թոթափվելու։ Դուք ընթացքում ձեր քիթը չեք զգում, չէ՞ ինքը կա։ Ոչ էլ անընդհատ հաշվում եք մատները տեղում են թե չէ։ Ինքը դա արդեն դրա մեջ։ Ու ամենակարևորը դու այդ գործը չհամարես այլ բան, քան վարորդն է երթուղայինի կամ չգիտեմ խանութում վաճառողին դու սերվիս ես մատուցում պարզապես այդ ծառայությունը քեզ բերում է հայտնիություն մարդիկ գիտեն բայց այս գյուղում պստիկ երկու անգամ փողոց դուրս գաս քեզ արդեն մի 20 հոգի կճանաչեն դժվար չի շատ ավելի կարևոր է եմ ասել ոդկասթներից մեկում ամուր պահել այդ հասած դիրքդ սայթակել ընկնել նորից վեր կենալ բայց գոնե տասնամյակից ավել պահեք սիրելի երիտասարդ եկողներ նոր համարեք ձեզ աստղ, գերաստղ, չգիտեմ, TikTok-յան բլոգերյան կամ այլ որևէ համակարգի աստղ թող գոնե տարին տվեք, ոնց են տարին տալիս կամ չգիտեմ, տասնամյակը տվեք, հետո նոր կխոսենք, այդ է դժվար, այդ դրա համար կան մարդիկ, ում ես իսկապես ինձնից բացի համարում եմ աստղ, որովհետև իրենք իրենց գոյությամբ, Շուշանը Պետրոսյան, Նունեն Եսայան, Ալան Լևոնյան, այդ սերունդը, իրենք աստղեր են, իրենց Անդրեն, Սարոն, նոր երեխեք էլ կան, դլիտ կա շատ հրաշալի, այսինքն մարդիկ ովքեր իրենց գոյությամբ գոնե մի քանի ընտանիքի լուսավորել են, այդ լուսավորելու գործընթացն է ինձ համար աստղ, էդ էլ չեմ ծխկվում եմ այդ բանից, աստղերը վերևում են, չէ աստղերը ներքևում էլ են, յուրաքանչյուր բանի լուսավորումը բացի իր շրջապատից եւս մի քանի անծանոթ իրեն բնակարան, ինքը կարող է վստահ անվանվել երկնային մարմին։ Հասկացա։ Ներվայնացը։ Հասկացա։ Ավետ ջան, ֆինալն է մոտենում, զրույցի մի քանի բլից հարց։ Համեցեք։ Եթե նոր տողից սկսեիք, ինչ կփոխեիք։ Քիթս։ Չեմ սիրում, ոչինչ չեմ Երջանիկ մարդ եք, բայց ոչինչ չի փոխի, ինչը կփոխեի, մի քիչ հանդարտ կապրեի ու դիվանագետ ավելի, ինջան, հա, այդ դիվանագիտությանը միշտ շպրտած ու էժանագին տեղ եմ տվել իբր տաղանդավոր մարդիկ չպետք է դիպլոմատիա դետկա это неправильно կա տենց երկ Պուգաչովայի մասին որ Արբակայտն է երգում բայց չէ ես կլինեի մի փոքր ավելի դիվանագետ նոր տողից հետ սկսեի շատ լավ գիտես որ փոքր ելներ ված չերելնի այստեղ համաձայն չեմ ես ճիշտն ասած որ սխալները ձեր 3 սխալը չեք ցանկանա որ լուսեն կրկնի լուսեին ընդհանրապես այլ ճանապարհ եմ մաղթում ու ընդհանրապես իմ որ սխալները այդքան նախ ուշ չամուսնանալ չէ լուսեն պետքա 16-ից ամուսնանա որ ես նորմալ տեսնեմ թորներ հա 16-ից չէ 18-ից 16-ից սիրահարվի մինչև գա հասնի 18-ից հա այդ սխալը չկրկնի որ որպես 35-ում եկա էշ չդառնա նոր ամուսնանա չնայած այդ սերունդը այնքան ուշ է հիմա գտնում ավելի կայանում են, հետո չգիտեմ ինչեր են անում, բայց ես այդ մի հարցով կուզենամ 3 սխալ, էլ ինչ, տենց մեծ սխալներ, ես որ ցելսնի եմ նայում, տենց շատ սխալ, ես ենքան եմ սովորի սխալները կինցուգի արվեստով պազալոտայով տալ, որ ես սխալ որպես այդպիսին չեմ տեսնում։ Մեկը բավական է, վերջ։ Ուշամուսնությունը։ Վերջ, կարևոր սխալ էր։
Եթե անցալ վերադառնայիք, ձեր եղբորը ինչ կասեիք կամ ձեր հայրիկին։ Հորս բացի գրկել պաչելուց ու շատ սիրելուց այնքան բանալ է այդ ամեն ինչը ու այնքան ճիշտ ու որ ոչ մի бан չունես անելիք էլ կներես կասեի за то, что я потом тебя сделаю в мыслях այդ դրա համար որովհետև մեկը մահը չես խափի այս հորս էլ Հարոնին էլ կգրկեի կասեի կներես որովհետև ես ձեր հոգին տանջելու եմ այնքան ու այնքան դեռ անդրադառնամ ու այնքան ձեզ իջացնեմ դեռ ներքև որ դուք գաք պատասխան տաք ինչ եք գնացելու այդ տանջանքի համար ես գիտեմ այդ հոգու վիբրացիաներից համարյա թե ամեն ինչ չէ բայց շատ մոտ բաներ գիտեմ իսկ ես շատ եմ թե запредельной էներգետիկայով այդ վիբրացիան բերել երկիր հասցրել դրա համար ներողություն կխնդրեի Okay. Ումից master class կվերցնեիք Կոմիտաս, Վիսոցկի, Բոբ Դիլան Մելոման Как չեմ поэт песенник հասկացա չեմ տիրապետում Բոբ Դիլանի հեքիաթային աշխարհին Կոմիտասին կքրքրեի որ ամեն ինչից ունենայի մազից եղունգից որ սրբացնեի հետո ու տա Աստված հայ առաքելական եկեղեցին սրբացնի Կոմիտասին սկսել են կարծես թե գործընթացը բեատիֆիկացիայի ենթարկվի որովհետև ես կարծում եմ նա սուրբ է ու Կոմիտասից էլ դե բարձ է իհարկե Կոմիտասից բացի Վիսոցկու հետ կուզեի ու ես շատ չեմ խմում ընդհանրապես не переносимость организма ունեմ նա ալկոգոլ բայց իր հետ եթե ինքը խմող տղա էր կխմեի շատ ու անգիր կասեի իր տողերը կհրճվեի իրանց հենց գլխիս վրա կֆրցնեի մի քանի կրուկ Վիսոցկուն ինքը իմ համար պայտ է իր ժամանակաշրջանից դուրս ներս կողք մեջը ամեն ինչով կա, ամեն ինչով էստրադային, ամեն ինչով անտանելի, ամեն ինչով տանելի, այնքը կայֆ տիպ կալիդասկոպ Վիսոցկին, թե թատրոնում, թե կինոյում, թե խոսքի մեջ, թե առանձին, թե տափակ խիտերով իր, թե խորը, ամեն ինչով Վիսոցկին։ Եվ վերջի հարցը Ավետ ջան, ձեր երազանքների Հայաստանը ինչպիսին է։ Իմ երազանքների Հայաստանը Այս ստուդիայի պես է, գիտես, կոկիկ, մարդա իրա տեղը իմացող, ջրերը տեղը, խաղաղ ու խաղաղ, ներսի խաղաղություն, շատ կարևոր է բնականաբար այդ խաղաղությունը, երկնքի խաղաղությունը, սահմանի, բայց մի հատ խաղաղություն կա միջանձնային, որ ես կուզեմ այդ խաղաղ Հայաստանի մեջ ապրի իմ լուսես, ես էլ շատ չեմ հասցնի, որտև շատ խժդժային Հայաստանում ենք, մենք դեռ անցնում ենք այդ խմորումները, ես կուզեմ լուսես այդ խաղաղ Հայաստանում ապրի, սիրեն ու դա չլինի կենացի տեսքով, այսինքն ներսն քայլում ես ու զգում ես այս հասարակարգը սիրում է իրար, այտենց, որ իջնեն փողոցով ու հետո այդ ինտերնետյան Հայաստանից դուրս ապրի ինքը Աստված ձեր ձայնը լսի Աստված թող նորից գա թող պատիվ համարի Աստված այս քաղաք գա որովհետև կարծում եմ գնալով իր վիբրացիան էլ ենք մենք մեր պատճառով ես անընդհատ չեմ գցում ուրիշի գրպանը ես ինձ էլ նկատի ունեմ շատ են կարել նենց որ այդ վիբրացիան գնացել է նորից վերադառնանք սիրուն ու խաղաղությանը որ նորից Աստված գա այս քաղաք այս երկիր դա Աստված շնորհակալություն ես եմ շնորհակալ ինա ջան